Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին վկաներից մեկը՝ Մերի Վարդանյանը։ Պատմական Կիլիկիայի Այնթափ քաղաքում ծնված կինը 112 տարեկան էր։ Ցեղասպանության առաջին տարիներին Մերին շատ փոքր էր, բայց ծանր հիշողությունները նրան ուղեկցեցին ամբողջ կյանքի ընթացքում, ավելի քան 1 դար։ Նա այդ հիշողությունները փոխանցեց մի քանի սերնդի։ Հայուհու ընտանիքը կարողացել է փրկվել ու հալեպ հասնել հորեղբոր որդու բժիշկ Կարապետ Եսայանի օգնությամբ։ Մերին մեծացել է խոսելով հայերեն, թուրքերեն, հետագայում նաև արաբերեն։ Սովորել է հյուսել, կարել և գործել Այնթափին բնորոշ գորգեր, և այդ արհեստը հետագայում նրան հնարավորություն է տվել Հալեպում իր աշխատանքով ապահովել ընտանիքի ապրուստը։ 1935-ին Մերին ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ, որը նույնպես Այնթափից էր։ Նրանք մեծացրել են 6 երեխա, 4 որդի և 2 դուստր։ Ամուսնու մահից հետո Մերին զավակների հետ բնակություն էր հաստատել Միացյալ Նահանգներում։ Բազմաթիվ սերունդների համար նա կենդանի կամուրջ էր դեպի մի պատմություն, որն այսօր փորձում են ժխտել կամ մոռացության տալ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։